623 տարի լռություն կոտրվեց։ Տատիկիս արկղում գտա 49 խորհրդանշական քարեր, ծածկելով Հայաստանի ստորգետնյա քաղաքները։ Անունս Նվարդ Գրիգորյանն է, 81 տարեկան, ստորգետնյա ճարտարապետության թոշակառու պրոֆեսոր, երբեք չէի երազել, որ տատիկիս 5 քարերի հավաքածուն կբացահայտի 49 մոռացված ստորգետնյա քաղաքներ, որոնք փրկել են հազարավոր կյանքեր 1,500,000 երրորդական տարվա ընթացքում։ Տատիկս, Զարուհի Տեր-Պետրոսյանը, մահացավ 2018 դեկտեմբերի 28-ին, 99 տարեկանում, իր տանը Գորիսում, քարե պատերով շրջապատված, որոնք նա սիրում էր ավելի, քան ցանկացած մարդ։ Նրա վերջին խոսքերը, շուկով ասված, էին Նվարդ, քարերը հայրիկի արկղում 49 քարերը, յուրաքանչյուրը դուռ է, յուրաքանչյուրը ապաստան է։ Երբ երկիրը ընկնում է, մարդիկ իջնում են։ Հիշիր, 49 քարեր, դռներ, ապաստաններ։ Չհասկացա։ Տատիկս միշտ խոսում էր քարերի մասին։ Հավաքում էր տարօրինակ ծի քարեր ամբողջ կյանքում։ Մտածում էի, հոբբի է, տարեցների սովորություն։ Բայց սխալվել էի։ 3 ամիս անց, 2019-ի մարտի 15-ին, երբ վերջապես գնացի մաքրելու տատիկիս տունը, գտա հայրս արկղը ապստամբարանում։ Հին փայտե արկղ, 80 սանտիմետր երկարությամբ, ծանր, փակ երկաթե կտրվածքով։ Բանալին կախված էր տատիկիս անկողնու վերում, փոքրիկ լանջապանակում, կապված կարմիր թելով։ Վերում գրված էր Նվարդին։ Երբ ես չկամ։ Բացեցի արկղը։ Ներսում 49 քարեր։ Յուրաքանչյուրը 8-12 սանտիմետր չափսի։ Տարբեր ծերի։ Որոշները հարթ, որոշները կլոր, որոշները անկանոն։ Բայց բոլորը ունեին մեկ ընդհանուր գիծ, յուրաքանչյուրի վրա փորագրված էր խորհրդանիշ։ Խաչեր, շրջաններ, գծեր, կետեր, հեքիաթային ձեր։ Եվ յուրաքանչյուր քարի տակ, փոքրիկ թղթի կտորի վրա, գրված էր համար անուն։ Քար 1, Արինջ, 1398։ Քար 7, Խնձորեսկ, 1523։ Քար 15, Ստեփանավան, 1640։ Քար 23, Գերի, 1725։ Քար 49, Գորիս, 1915։ 49 քարեր, 49 վայրեր։ Թվականներ 1398-ից մինչ 1915։ 517 տարի։ Ինչով էին այս քարերը կապված այս վայրերի հետ։ Արկղում, քարերի տակ, թաքնված էր մի գիրք։ Փոքրիկ, ձեռագրական, թուղթը թարմ։ Ծածկույթը չկար։ Առաջին էջում գրված էր ստորգետնյա քաղաքների մատյան։ Սկսել է Գորգ Քարավաճը 1398 թվականին։ Շարունակվել է 21 սերունդ։ Վերջին գրառում Զարուհի Տեր-Պետրոսյանը 1988։ 21 սերունդ։ 590 տարի։ 1398-ից մինչ 1988։ Բացեցի գիրքը։ Յուրաքանչյուր էջ նկարագրում էր մեկ ստորգետնյա քաղաք։ Էջ 1, Արինջի ստորգետնյա քաղաքը։ Կառուցվել է 1398 թվականին, երբ Թամերլանի բանակը մոտենում էր։ 200 մարդ թաքնվեց 40 օր։ Մուտքը, քարանձավ հյուսիսային լեռան կողմում։ Խորհրդանիշը, խաչ 3 կետ։ Քարը պահված է որպես բանալի։ Էջ 7, Խնձորեսկի ստորգետնյա քաղաքը։ Կառուցվել է 1523 թվականին, Օսմանյան արշավանքների ժամանակ։ 350 մարդ ապրեց 6 ամիս։ Ներսում ջրի համակարգ, պահեստի սենյակներ, եկեղեցի։ Մուտքը, հին եկեղեցու ստորգետնյա մասում։ Քարը ցույց է տալիս ճանապարհը։ Էջ 49, Գորիսի ստորգետնյա քաղաքը։ Կառուցվել է 1915 թվականին, ցեղասպանությունից փախչողների համար։ 180 մարդ թաքնվեց 8 ամիս։ Իմ մեծ տատիկը կառուցեց։ Ես օգնեցի։ Մուտքը, հին քարանձավ քաղաքի հարավում։ Քարը վերջինն է։ Զարուհի, 1988։ 49 ստորգետնյա քաղաքներ։
517 տարվա ընթացքում յուրաքանչյուրը կառուցված էր հալածանքների, արշավանքների, ցեղասպանության ժամանակ, և յուրաքանչյուր քարը բանալի, խորհրդանշական քարտեզ դեպի թաքնված մուտքը։ Սրտիս զարկերը արագացան։ Սա ոչ թե պատմություն էր։ Սա ճարտարապետության հանրագիտարան էր։ Հայկական ստորգետնյա տեխնոլոգիայի 517 տարվա ժառանգություն։ Հեռախոսեցի իմ նախկին ուսանող Արամին, 45 տարեկան ստորգետնյա հնագիտության մասնագետ, ով աշխատում էր Երանի ճարտարապետության ինստիտուտում։ Պատմեցի քարերի գրքի մասին։ Նա ժամանեց Գորիս հաջորդ օրը։ Երբ տեսավ 49 քարերը, դողաց. «Պրոֆեսոր Նվարդ, սրանք արխիվային փաստաթղթեր են»։ Չէ, սրանք ավելին են։ Սրանք քարե գրադարան են։ Յուրաքանչյուր խորհրդանիշ ես տեսել եմ նմանները հին քարանձավներում, բայց երբեք չգիտեի դրանց իմաստը։ Ստեղծեցինք պլան. գտնել 49 վայրերը, որոնել ստորգետնյա քաղաքները, ստուգել գրքի ճշգրտությունը, փաստաթղթավորել համակարգը։ Ապրիլի 29 սկսեցինք առաջին արշավը։ Արինջ գյուղ, Վայոց ձորում։ Քար 1-ը մեր ուղեցույցն էր։ Խորհրդանիշը՝ խաչ 3 կետ։ Գրքում գրված էր՝ մուտքը հյուսիսային լեռան կողմում, քարանձավ 3 քարերի մեջ։ Գտանք լեռը։ Բարձրացանք 400 մետր։ Գտանք քարանձավը, թաքնված 3 հսկա ապարների մեջ։ Մուտքի մոտ, փոքրիկ քարի վրա, փորագրված էր նույն խորհրդանիշը։ Խաչ 3 կետ։ Քարը, բանալի։ Նշիչ։ Հաստատում։ Մտանք քարանձավ։ 20 մետր խորության վրա գտանք թունել, փորված քարում։ Թունելը իջնում էր 40 մետր։ Հասանք ստորգետնյա սենյակների համակարգին։ 12 սենյակներ։ Յուրաքանչյուրը 4-5 մետր։ Քարե անկողներ պատերին քերթված։ Ջրամբար կենտրոնում։ Օդափոխման անցքեր առաստաղում։ Ճիշտ այնպես, ինչպես գրքում նկարագրված էր։ 621 տարի անց։ Պատերին գտանք գրություններ։ 1398։ 200 հոգի։ 40 օր։ Աստված պահպանեց մեզ Թամերլանից։ Արամը չափեց, նկարեց, քարտեզավորեց։ Պրոֆեսոր, սա կատարյալ ճարտարապետություն է։ Օդափոխումը, ջրամատակարարումը, տարածությունը, ամեն ինչ հաշվարկված է 200 մարդու համար։ Ինչպես 1398-ին մարդիկ գիտեին այս ինժեներական սկզբունքները։ Հաջորդ 18 ամիսները գտանք 49 վայրերից 37-ը։ Վայր 7, Խնձորեսկ։ Ստորգետնյա քաղաք 25 սենյակներով, 2 հարկով։ Ներսում գտանք հին եկեղեցի, պահպանված քարում։ Պատերին 1523 գիֆրեսկներ։ Վայր 15, Ստեփանավան։ Ստորգետնյա համալիր 40 սենյակներով։ Ներսում ջրաղաց, խոհանոց, պահեստներ։ Գտանք 350 տարեկան խեցեղեն։ Վայր 23, Գերի։ Ամենամեծը։ 60 սենյակներ, 3 հարկեր։ Կարող էր ապահովել 500 մարդու 1 տարվա համար։ Ներսում գտանք 1725 հիմատյան, գրված քարի վրա։ Վայր 49, Գորիս։ Վերջինը։ Տատիկս Զարուհու ստորգետնյա քաղաքը։ Նա կառուցել էր այն 1915-ին, 16 տարեկանում, իր մեծ տատիկի ուղեցույցով։ Մտանք 2019-ի հոկտեմբերի 15-ին։ Քարանձավը գտանք ճիշտ այնտեղ, որտեղ գրքում նշված էր։ Քաղաքի հարավում, հին քարանձավների մեջ։ 20 սենյակներ։ Ջրամբար։ Պահեստներ դեռ լցված ապակե կաթսաներով։ Եվ պատերին, անունների ցուցակ։ 1915։ Թաքնված 180 հոգի։ 8 ամիս։ Զարուհի Տեր-Պետրոսյանը կառուցեց։ Աստված պահպանեց մեզ։ Տատիկիս անունը։ 16 տարեկան աղջիկը, ով կառուցեց ստորգետնյա քաղաք, փրկեց 180 մարդու։ Արցունքները սթափվեցին։ Բայց մեծագույն հայտնագործությունը դեռ չէր եկել։ Արամը քարտեզավորեց բոլոր 37 վայրերի կեպս կոորդինատները։
Երբ միացրինք դրանք համակարգչային ծրագրում, տեսանք նախշ։ 49 ստորգետնյա քաղաքները ձևավորում էին ցանց։ Ապաստանների ցանց, ծածկում Հայաստանի հարավը, արևելքը, կենտրոնը։ Միջին հեռավորությունը յուրաքանչյուր քաղաքի միջ 25 կիլոմետր։ 1 օրվա քայլ։ Եթե մարդիկ փախչում էին, նրանք կարող էին անցնել քաղաքից քաղաք, թաքնվել, հանգստանալ, շարունակել ճանապարհը։ 517 տարվա ընթացքում 21 սերունդ կառուցել էին ապաստանների ցանց։ Համակարգ։ Գոյատման ալբոմ։ Հասկացանք։ Հայերը հալածված 1000 տարիներ ստեղծել էին երկրորդ Հայաստան։ Ստորգետնյա Հայաստան։ Երբ վերում պատերազմը գալիս էր, մարդիկ իջնում էին ներք։ Երբ թշնամիները անցնում էին, մարդիկ գոյատում էին ստորգետնյա։ Երբ վտանգը անցնում էր, մարդիկ վերադառնում էին։ Եվ 49 քարերը բանալիներ էին։ Փոխանցված սերնդից սերունդ։ Պահպանված 21 ընտանիքի կողմից։ Գորգ Քարավաճը 1398-ին սկսեց հավաքել քարերը։ Յուրաքանչյուր սերունդ ավելացրեց նորը։ Տատիկս Զարուհին 21-րդ սերունդը ավելացրեց վերջին քարը 1988-ին։ Ինչու՞։ 1988-ին։ Ինչու վերջինը։ Գրքի վերջին էջում գտա տատիկիս նամակը, գրված ինձ։ Նվարդ, սիրելի թոռնուհիս։ Եթե կարդում ես սա, ես արդեն անցել եմ։ 1988-ին երկրաշարժից հետո, որ քանդեց սպիտակը սպանեց 25,000 հայերի, հասկացա մեր ժամանակը փոխվել է։ Այլս մարդիկ չեն փախչում արշավանքներից։ Բայց գիտելիքը չպետք է մոռացվի։ 49 ստորգետնյա քաղաքները փրկել են 50,000-ից ավելի կյանքեր 517 տարվա ընթացքում։ Դու ճարտարապետ ես։ Դու կարող ես ուսումնասիրել, պահպանել, ուսուցանել։ Քարերը փոխանցում եմ քեզ։ 22-րդ սերունդը։ Վերջինը։ Զարուհի, 1988։ 22-րդ սերունդը։ Ես 2020-ի մարտին հրապարակեցինք հայտնագործությունը։ 49 ստորգետնյա քաղաքներ, հայկական գոյատման ցանց, 1398-1915։ Ճարտարապետական հանրությունը ցնցվեց։ Ինչպես 21 սերունդ կառուցեցին 49 համալիրներ առանց արխիվային փաստաթղթերի։ Ինչպես գիտելիքը փոխանցվեց միայն 49 քարերի մեկ գրքի միջոցով։ Պատասխանը էր խորը։ Յուրաքանչյուր սերունդ սովորում էր փորել քարը, հասկանալ երկրաբանությունը, ճանաչել անվտանգ վայրերը, ստեղծել օդափոխում, ջրամատակարարում։ Այս գիտելիքը փոխանցվում էր ցուցադրմամբ, ծնողից զավակին, հմուտից սկսնակին։ 517 տարի։ Եվ քարերը։ Քարերը պահպանում էին միայն ամենակարևոր տեղեկությունը, որտեղ է մուտքը։ Մնացածը հիշողության մեջ։ Որովհետև գրված փաստաթղթերը կարող էին գողանալ, այրել, կորցնել։ Բայց քարերը, պարզապես քարեր էին։ Անիմաստ ցանկացածի համար, ով չգիտեր խորհրդանիշները։ 2021-ին ստեղծեցինք Ստորգետնյա ժառանգության ինստիտուտը Երանում։ Նպատակը՝ ուսումնասիրել, պահպանել, վերականգնել 49 ստորգետնյա քաղաքները։ 37 քաղաքներից 28-ը որոշեցինք վերականգնել որպես թանգարաններ։ Լուսավորություն տեղադրեցինք, ամրապնդեցինք կառույցները, ստեղծեցինք անվտանգ այցելության ուղիներ։ 2022-ի հունիսին բացեցինք առաջին թանգարանը, Խնձորեսկում։ 25 սենյակներ, 1523 թվականից։ Առաջին ամիսը 2,000 այցելուներ ունեցանք։ Մարդիկ զարմանում էին։ Ինչպես մեր նախնիները կառուցեցին սա 500 տարի առաջ։ Բացատրեցինք։ Հայերը ապրել են լեռնային շրջաններում 3,000 տարի։ Նրանք սովորել են քարը։ Ինչպես փորել։ Ինչպես ամրապնդել։ Ինչպես ստեղծել տարածություններ, որոնք չեն փլվում։ Եվ երբ գոյատումը կախված էր ստորգետնյա թաքնվելուց, այս գիտելիքը դարձավ ազգային հմտություն։ 2023-ին սկսեցինք դասընթաց։ Ստորգետնյա ճարտարապետության հիմունքներ։ Ուսուցանում ենք ինժեներներին, ճարտարապետներին, ուսանողներին։
Ինչպես գնահատել քարի կայունությունը։ Ինչպես ստեղծել օդափոխում առանց մեխանիկական համակարգերի։ Ինչպես կառուցել ջրամատակարարում ստորգետնյա։ Այս հմտությունները դարձյալ արտիական են։ Երկրաշարժերի գոտիներում ստորգետնյա կառույցները անվտանգ են։ Կլիմայական ճգնաժամի ժամանակ ստորգետնյա տարածությունները պահպանում են կայուն ջերմաստիճան։ 2024-ի հոկտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո Արցախում, երբ 100,000 հայեր կորցրին տները, մտածեցի ստորգետնյա քաղաքների մասին։ Եթե նրանք գիտեին գաղտնիքները, կարող էին ստեղծել ապաստաններ։ Սկսեցինք նոր ծրագիր։ Արտակարգ իրավիճակների ստորգետնյա ապաստանարաններ։ Ուսուցանում ենք համայնքներին ստեղծել պարզ, արագ, անվտանգ ստորգետնյա տարածություններ։ Օգտագործելով 517 տարվա գիտելիքը։ 21 սերունդների փորձառությունը։ 49 քաղաքների դասերը։ Այսօր 2025-ին 15 համայնքներ Հայաստանում ունեն արտակարգ ստորգետնյա ապաստանարաններ։ Կառուցված ժամանակակից տեխնոլոգիայով, բայց հիմնված հնագույն սկզբունքների վրա։ Ամեն երեկո նայում եմ տատիկիս 49 քարերը, պահված ապակե տուփերում ստորգետնյա ժառանգության ինստիտուտում։ Յուրաքանչյուրը պատմություն է։ Յուրաքանչյուրը փրկված կյանքեր է։ Քար 1, Արինջ, 1398։ 200 մարդ փրկված Թամերլանից։ Քար 7, Խնձորեսկ, 1523։ 350 մարդ փրկված Օսմաններից։ Քար 49, Գորիս, 1915։ 180 մարդ փրկված ցեղասպանությունից։ 50,000-ից ավելի կյանքեր 517 տարվա ընթացքում։ Գորգ Քարավաճը 1398-ին հավաքեց առաջին քարը։ Զարուհին 1988-ին հավաքեց վերջինը։ Ես, Նվարդը, 22-րդ սերունդը, բացահայտեցի դրանց գաղտնիքը։ Եվ հիմա հարյուրավոր մարդիկ սովորում են այս իմաստությունը։ 23-րդ, 24-րդ, 25-րդ սերունդները։ Որովհետև 21 սերունդ սովորեցրին մեզ, երբ երկիրը ընկնում է, երբ վտանգը գալիս է, մարդիկ իջնում են։ Ստորգետնյա, որտեղ քարը պաշտպանում է, ջուրը սնուցում է, խավարը թաքցնում է։ Եվ եթե երբե անհրաժեշտ լինի, մենք կգիտենք ինչպես։ 49 քարերը, 49 դռները, 49 ապաստանները։ Տատիկիս վերջին խոսքերը ճիշտ էին։ Յուրաքանչյուրը դուռ է։ Յուրաքանչյուրը ապաստան է։ Երբ երկիրը ընկնում է, մարդիկ իջնում են։ Եվ այժմ 623 տարի լռությունից հետո գաղտնիքը փակված չէ։ Այն կիսված է։ Պահպանված է։ Ապրում է։ Վերջ։ Ծանոթագրություն 49 քարերը, կոնկրետ ստորգետնյա քաղաքների տեղադրությունները ճշգրիտ թվականները հորինված են։ Բայց հայկական ստորգետնյա ճարտարապետության ավանդույթը քարանձավային բնակավայրերի պատմական օգտագործումը իրական է։